Կառավարման որ ձևն է Հրանտ Պագրատյանի նախընտրական ծրագրում օրինակելի։ Նախագահի թեկնածուն նախ ներկայացնում է աշխարհում գոյություն ունեցող հիմնական մոդելները՝ լիբերալ-դեմոկրատական, պետական կապիտալիզմի գերակայությամբ, հեռավոր արևելյան եւ իսլամիստական։ Իմ կարծիքով գոյություն ունի 4 կառավարման ձև աշխարհում։ Գոյություն ունի լիբերալ-ազատական, կենտրոնը մարդն է, անհատը նրա ազատությունը։ Գոյություն ունի օրթոդոքսալ կապիտալիզմը, հիմնական ակտորը, գործողը այստեղ պետությունն է, причем ընդ որում եկեղեցին ենթարկվում է պետությանը։ Առաջինում եկեղեցին պետությունից անկախ։ Երրորդը կա արևելյան, հեռավոր արևելյան ոճը։ Հեռավոր արևելյան ոճը բնորոշ է Չինաստանին, Կորեային, Ճապոնիային, սրանք բոլորին այլ մոտեցում են։ Այստեղ կարևորը կոլեկտիվն է։ Ոչ թե պետությունը, ոչ թե անհատը, այլ կոլեկտիվը։ Եվ վերջապես կա մամեդական աշխարհը։ Մամեդական աշխարհում կարևորը կրոնն է։ Ամբողջ տնտեսությունը ենթարկվում է շարիաթի կանոններ։ Մենք պետք է կողմնորոշվենք, թե այս 4 աշխարհներից որ մեկում ենք ուզում լինել։ Կառավարման այլ 5-րդ մոդել, որը կլիներ միայն Հայաստանի համար, ըստ Բագրատյանի, չի կարող ստեղծվել։ Փնտրեք Հայաստանը որտեղ եք ուզում տեսնել։ Մենք չենք կարող մեր գլխից բան մոգոնել, մերն ուրիշ է։ Այդպես չի։ Մենք չենք կարող խաղալ, չգիտեմ, քրիստոնեության հետ, չենք կարող խաղալ պետական կառավարման հասկացությանը, չենք կարող։ Կան արժեքներ, որոնք պետք է լինեն համընդհանրության ավելի բարձր աստիճանի, քան թե ազգային։ Հայաստանը պետք է լինի լիբերալ-դեմոկրատական մոդելի երկիր, որի գլխավոր արժեքը մարդն է իր իրավունքներով ու ազատություններով։ Մյուս մոդելները մենք Բագրատյանի համոզմամբ չենք կարող կիրառել, քանի որ քրիստոնյա ենք եւ չունենք հարուստ բնական պաշարներ։ Ես կարծում եմ, որ ճիշտ է մենք որ գնանք այն արժեքները, որը բնորոշ է արևմտյան աշխարհին, ազատ մարդը որպես տնտեսապես ստեղծագործող։ Եթե այս երկրի սարերում նավթ լիներ, ես կասեի երևի ավելի ճիշտ կլինի օրթոդոքսալ աշխարհի կառավարման ձևը։ Թեև մենք ընդունում ենք արևմտյան աշխարհի շատ գաղափարներ, սակայն կառավարման որոշ գծերով պետական կապիտալիզմ ենք հիշեցնում։ Մեր գաղափարներով, իդեաներով արևմտամետ ենք, հա, այսինքն ազատ ենք, դեմոկրատ, բարձր արժեք, մենք մեր կենցաղում ամենաիսկական շարիաթի հետևորդներն ենք։ Այն ինչ որ կա մեր կենցաղում, դա շարիաթ է։ Հայաստանում միշտ ավանդույթը գերակշռել է օրենքի նկատմամբ, Հայաստանում միշտ ավելի կարևոր է դեզինֆորմացիան, քան թե ինֆորմացիան, Հայաստանում միշտ ավելի կարևոր է ուժը, քան թե գաղափարը, Հայաստանում միշտ ավելի կարևոր է փողը, քան թե ինտելեկտը։ Բագրատյանի գնահատականով այսպես Հայաստանը երկար չի կարող շարունակել։ Մենք չենք կարող պաշտոնապես քրիստոնեություն դավանել, իսկ տնտեսական ու քաղաքական հարցերը լուծել մահմեդականի ոճով։ Պետք է վերջ տալ սրան։ Սա մեր կառավարման ոճը չի։ Եթե շարունակել ենք այսպես վարվել կենցաղում, կյանքում, քաղաքական կյանքում ընտրությունների հետ կեղծել, ավելի լավ է փոխենք կրոնը։ Մնում ենք քրիստոնեական աշխարհում, քրիստոնեական արժեքների շարքում, քրիստոնեությունը դեմոկրատիա, սոցիալական համերաշխությունը, ազատ ձեռներեցությունը։ Սրանք պետք է ընդունվեն եւ հարգվեն։ Հրանտ Բագրատյանը վստահեցնում է, որ նախագահ ընտրվելու դեպքում ստեղծելու է տնտեսական ու քաղաքական այնպիսի ինստիտուտներ, որոնք Հայաստանը դարձնելու են արևմտյան դեմոկրատական մոդելի զարգացած ու բարեկեցիկ երկիր։ Հրայր Մանուկյան, Միլենա Պողոսովա, ժամը լրատվական։